բարձր դատարանի նախագահող, ես ինքս ունեմ պատրաստակամություն բարձր դատարանի ցանկացած դատավորի հարցադրումներին պատասխանելու։ Պարզապես մեկ ճշգրտող հանգամանք ինձ համար կարևոր է։ Սա քաղաքական բնույթի հարցադրում է, թե իրավական։ Սահմանադրականության տեսանկյունից գնահատում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որի շրջանակներում մենք ներկայացրել ենք հարցադրումներ։ Ես խնդրում եմ ելույթին վերացել։ Հարցադրել է դուք այդ հարցին խնդրում եմ պատասխանել։ Այսինքն իրավական սահմանադրական բնույթի հարց։ Պարոն Վարդևանյան, այսինքն իրավական է թե քաղաքական է, հիմա դա չեն գնահատում, ձեզ դատավորը հարց է տալիս, խնդրում եմ այդ հարցին պատասխանել։ Եկեք չմոռանանք, որ նաև դիմումների մեջ տարբեր երկրների քաղաքական հայտարարությունները, որպես ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող գործում նշված են դիմումների հիմքերի մեջ։ Մենք ոչ մեկս հիմա այս պահին որևէ տեսակի գնահատական չենք տալի, ոչ քաղաքականության, ոչ իրավականության կոնտեքստում եւ առհասարակ ընտրական վեճերով, ես կարծում եմ բոլորդ եք համաձայնի հետ, որ հնարավոր չի այդպես շատ հստակ տարանջատել վեճի քաղաքական եւ իրավական կողմը։ Հիմա դուք պատասխանեք դատավոր Սաֆարյանի հարցին, եթե ունեք պատասխան։ Խնդրեմ։ Բարձր դատարան պատասխանի շրջանակներում մի քանի հանգամանքեր նշելու եմ, այդ թվում դիմում առաջարկություն եմ ներկայացնելու բարձր դատարանին։ Դիմումի շրջանակներում վկայակոչել ենք ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որոնք ուղիղ հասցեական եղել են Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Սա արդյոք մենք գնահատում ենք արտաքին ազդեցության տեսանկյունից ուղիղ միջամտություն, միանշանակ այո։ Ավելին, մենք նաև հաշվետվություն ենք ներկայացրել սոցիոլոգիական հետազոտության, թե ինչ ազդեցություն է նշվածը ունեցել։ Բայց սա որպես պատասխան ներկայացնելով բարձր դատարանի հնչեցված հարցին, ուզում եմ հետևյալը հասկանալ, ի վերջո բարձր դատարանի դատավորի կողմից բովանդակային առումով պատասխանում եմ իհարկե հարցին, բայց տպավորություն առաջացավ, որ հակափաստարկում է ներկայացվում, որը կարող էր իրականացվել երրորդ անձի կողմից, կարող էր իրականացվել պատասխանողի կողմից։ Այդ իսկ պատճառով նաև բարձր դատարանին իմ պատասխանը, ինչպես նշեցի սկզբանե, ունի նաև առաջարկության հանգամանք, ես գտնում եմ բարձր դատարան, որ նշված է, եթե դատավորներից որևէ մեկը գտնի, արդյոք կարող է հանդիսանալ հիմք դատավորի մասնակցության անհնարինության հարցը վերստին քննարկելու։ Ոչ թե որևէ կերպ օրինակ Տիկին Սաֆարյանի հարցը ինձ համար դժվարություն առաջացնող էր։ Արդեն պատասխանը ներկայացրեցի, բայց այն, որ նման հարցադրում հնչում է ոչ թե դիմումի շրջանակներում, այլ որոշակի առումով հակապաստարկման կամ հակառակ համեմատականի, կանխակալության կամ անաչառության մտահոգություն առաջացնում է։ Շնորհակալ եմ, պարոն Վարդևանյան։ Պատասխանում եք։ Բարձր դատարան, խնդրեմ մի հատ նորից, եթե կարելի է հարցը հնչեցնի։ Եթե կարելի է։ Ես հարցը հնչեցրեցի։ Դուք ընդհանուր ձեր բոլորի դիմումներում գրեթե գործոնների մեջ թվարկված է արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա այն տեսանկյունից, որ հայտարարություններ են արվել ի պաշտպանություն իշխանության եւ այլն, այս կարգի հանգամանքներ նշվել են։ Ես հիմա հարցնում եմ, այդ գործոնները, որոնք ձեզ ազդող են եղել ընտրողի կամքի վրա, կարող են նաեւ ազդող լինել այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, պարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել, ավելին ասեմ, դրան հաջորդել են նաեւ որոշակի գործողություններ լարսում գործարարներին զրկելու Բարձր դատարան, խնդրում եմ, բարձր դատարան քաղաքական հրաժարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ ասում կարող է ազդել։ Նստեք մի րոպե, սա այնց հետո առանց դատարանի թույլտվության խնդրում եմ չմոտենալ եւ միկրոֆոնից որևէ արտահայտություն։ Բարձր դատարան առարկությունները Պարոն Օրբելյան, նստեք։ Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում, նստեք։ Կարելի է։ Տիկին Սաֆարյան, ավարտեցիք։ Այո։ Շնորհակալություն։ Խնդրում եմ անջատեք խոսափողը։
պատասխանեք, պարոն Բարձր դատարան Տիկին Սաֆարյանը հավանաբար շփոթում է, նախ մեր դիմում նման բան չկա, նույնականացումը տարբեր դիմումներում արտահայտված մոտեցումների հետ չգիտեմ ինչ հիման վրա է ներկայացվում, հետևաբար հարցը զուտ եթե մեր դիմում է հղում տրվում, չկա դիմում, բայց այնուամենայնիվ հնչած հարցը արտաքին միջամտության տեսակետից ես կարծում եմ այս հարցի պատասխանը պետք է տան նախ եւ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պատասխանատու է նախընտրական քարոզչության վրա ազդեցության գնահատման առումով, իրավապահ մարմինները, ընդ որում ամբողջական կազմով, արտաքին ազդեցության տեսակետից, բոլոր ուղղություններով, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի կամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտահայտություններին, կարծում եմ Բարձր դատարան դատավոր Տիկին Սաֆարյանը պետք է այս մասին նախ եւ առաջ ներկայացներ ահազանգ եւ հաղորդում համապատասխան իրավապահ մարմիններին ու այն մոտեցումը, որ Տիկին Սաֆարյանը հիմա ներկայացրեց, բացարձակ չի համապատասխանում ոչ միայն իրականությանը, այլ նաեւ ուղիղ հակառակը Սա կարող է ներկայացվել եւ մեկնաբանվել բոլոր ուղղություններով, բացառապես Հայաստանի գործող իշխանությունների աջակցության հարցին։ Օտարերկրյա միջամտության եւ ավարտելով խոսքս, Բարձր դատարան, ես խնդրեմ նաեւ մի հստակեցում, նախորդ հարցում երբ որ տրվեց եւ վկայակոչվեց 258A որոշումը, իբրև թե Հայաստան Դաշինքի վստահված անձը նկարահանել, ես խնդրեմ, որպեսզի հստակություն մտնի եւ հղումը կոնկրետ նշվի։ Հակառակ դեպքում պետք է գնահատեմ, որ ուղղակի հայտարարություն է, որ իրականության հետ կապ չունի։ Շնորհակալություն, ըստ պարոն Նացյան, Տիկին Սաֆարյան ընդմիջման ժամն է։ Մենք պետք է գնանք ընդմիջման։ Արգելի ներկայացուցիչ։ Իլերում են ներկայացված հարցադրումների, չեմ կարող չկիսել գործընկերոջ պարոն Օրբելյանի տեսակետը, որ այս հարցադրումները իրենց ենթատեքստով եւ այնքանով որքանով դուրս են գալիս սույն դիմումով որևէ դիմումատուի կամ որևէ պատասխանողի կամ հարակից պատասխանողի կողմից ներկայացված փաստարկների շրջանակից իրենց մեջ պարունակում են կանխակալ դատողություններ եւ հիմք են տալիս դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկելու։ Արգելիներս, ուրեմն մի նախազգուշացում Երբ որ դատավորը հարց է տալիս, նախ խնդրում եմ մի փոքր ավելի ուշադրելիս է դատավորի հարցին։ Իմ տպավորությամբ դատավորի հարցը ի պաշտոնեգործի հանգամանքները բարձրելու շրջանակներում ընդհանրապես հետևյալի մասին էր։ Ձեր կարծիքով դա ազդեցություն ունեցել է, թե չի ունեցել։ Դատավորի խոսքի մեջ չկար պնդում, չկար հայտարարություն։ Ինքը վկայակոչեց փաստեր եւ ասաց ձեր կարծիքը դրանք ազդել են ընտրության արդյունքների վրա, թե չեն ազդել։ Այստեղ բազմաթիվ այդ տիպի պարոն Օրբելյան նստեք, խնդրում եմ Չէ, միջև մոտենալը նախ պետք է դատարանը ձեզ թույլ տա, որ մոտենաք, նստեք, խնդրում եմ։ Դատարանը, նստեք։ Դատարանը, ասում եմ, նախ դատավորը ինքը այդ հարցադրումը կատարել էր ընդհանրապես ձեր դիրքորոշումը բարձրելու կոնտեքստում։ Ուղղակի դուք իհարկե կարող եք այդ հարցին պատասխանել, կարող եք չպատասխանել այդ հարցին, բայց ես խնդրում եմ ձեռնպահ մնալ դատավորի հարցին գնահատելուց։ Դուք ընդհանրապես կարող եք կամ պատասխանել կամ չպատասխանել այդ հարցին։ Ընդ որում ելի եմ կրկնում արգելի գործընկերներ, սա դատավորի պաշտոնեգործի հանգամանքները բարձրելու շրջանակներում կատարված հարցադրումներին։ Ես կարծում եմ դուք որպես իրավաբաններ ձեր համար բարձր ինչ է նշանակում գործի պաշտոնե բարձրելու հանգամանքները, դա ենթադրում է դատավորի ավելի ակտիվ ներգրավվածություն գործի քննությանը, նրա օբյեկտիվ եւ բազմակողմյանությունը ապահովել կատարումներից եղնելով։ Պարոն Օրբելյան նստեք, հիմա ընդմիջում եք, շարունակենք ժամը 14:10 րոպեին։ Շնորհակալություն։